կատեգորիկ հիմա մի հատ մեծ զանգված ենք ուզում գտնենք, բայց արի գտնենք։ IT ոլորտը ֆանտաստիկ արագությամբ է զարգանում։ Դու հասկանում ես շուկայում ոնց է գնորդը իրան պահում։ Երբ որ ունես լավ հեռախոս, դառնում ես ինֆլուենսեր։ Այն մարդկանց, ովքեր գովազդում են ամեն ինչ ու փորձում են ծախեն ամեն ինչ իրանց այդ միլիոնի վրա։ Իմ հեռախոսը ապառիկ չի, իմ հեռախոսը դեռ շատ հին է։ Ինչ խնդիր ալուծում ես որ ChatGPT մարքեթինգի ոլորտում։ Ինֆլուենսեր ու մարքեթինգի մասնագետ հարաբերություններ ինչ-որ չի ստացվում Հայաստանում։ Ես մարդիկով ամեն ինչ պատրաստ են ChatGPT կամ Gemini-ին հարցնելու էլ ուղղակի։ B2B, B2C, B2G։ Ասում եմ գիտելիքով պիտի կիսվես, որ գիտելիքը քո հետ մնա։ Ուր այդ կարմիր լարը կտրեմ։ Մեզ խոսալու դաշտ է պակասում։ Կանայք տղամարդիկ մտածելակերպային առումով տոտալ տարբերվում են։ Էշ մի սատկի Մեկը չի գալու այդ։ ճաշակը լավն է։ Լավ ճաշակ ունես ախպերից։ Քեզ լավ որ։ Քեզ լավ։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Ու այս ահավոր շատ փոքր բնակչությամբ Հայաստանում կան շատ մարքետոլոգներ։ Իրականում մի հատ բան եմ հասկացել, որ մարքետոլոգների համար շատ բան անհրաժեշտ չի։ Լավ միկրոֆոն, լավ հարաբերություններ AI-ի հետ, ապառիկ հեռախոս։ Գեղարդ իմ հեռախոսն էլ է ապառիկ։ Էլ մարդ կա, որ ապառիկ է։ Ինչ որ Գեղարդես ամիս փակում են խոսում։ Ես Երանի քեզ, ես էլ շատ ունեմ, որտեվ իմն էլ ապառիկ, բայց ինձ մի հատ բան է իմ այդտակի որ ասենց ասիր, այս աթորին նստող մարդու հեռախոսն էլ ապառիկ լինելու, թե չէ։ Մի խոսքով եկեք չարաշահենք ձեր համբերությունը, այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու մարքեթինգի մասին, մնացեք մեզ հետ եւ դիտեք մեզ ABC Media-ի եթերում։ Ոնց ես, Սակչյան։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Տենում ես որտեղից որտեղ եկանք ասենք, իրար զրուցում ենք։ Իմ հեռախոսը ապառիկ չի, իմ հեռախոսը դեռ շատ հին է։ Բայց խի ապառիկ չի, դու որպես Հին է, որտեղ նոր չի։ Չէ, մի րոպե, այդ ժամանակ էլ ապառիկ չես վերցրել, այսինքն։ Չէ։ Այսինքն դու ունես կանխիկ գնաց հեռախոս։ Հա, բայց շատ հին մոդելի iPhone 11 ջարդած պլյոնկայով։ Հա, ասենց ինչ-որ։ Բայց կարևորը դու քո գործը անում ես։ Հա։ Սա է դա կարևորը։ Հիմա ես ճիշտ ասի, թե չէ, լավ հեռախոսը պայման է մարքետոլոգ լինելու համար։ Կարճ, չէ։ Շատ կարճ է, հələ չէ, կարճ է ուրեմն, մի քիչ երկար բայց։ Ես sense իրական ապացույց եմ, որ չէ։ Նայ, խնդիրը գիտես որն է, որ մեր մոտ Հայաստանում բացակայում է մի հատ շատ մեծ բաց կա, թե ինչա մարքեթինգը, ով է մարքետոլոգը ու ինչ անում ընդհանրապես այդ մարդը։ Ինչ կապ ունի այդ մարդը ընդհանրապես հեռախոսի հետ, ինչ է անում։ Այդ մեծ բաց է մեր երկրում։ Ինչը ինձ թվում է բնական է, տենց շատ չեմ քլնգի, որովհետև հենց ինքը մարքեթինգը տենց իրականում գալիս է հնուց շատ հին ժամանակներում եղել են sense նախանշաններ, հետո արդեն Kotler-ով մտել է ինստիտուցիոնալ մակարդակ եւ այլն, բայց ինքը որպես այդպեսին տրանսֆորմացված այն մակարդակով, որ մենք հիմա տեսնում ենք, ինքը այդքան մեծ շատ երկար պատմություն չունի։ Դրա համար ինչքան ժամանակ պատմություն ունի մոտավորապես։ Դե նայ, Kotler-ը բերել է 70-ականներին իր տեսությունը, այսինքն մտցրել է ինստիտուցիոնալ մակարդակ մարքեթինգը 70-ականներին, 90-ականների վերջ ինտերնետը արդեն ի հայտ եկավ, այսինքն այդ ժամանակվանից սկսեց այն դարաշրջանը, որ մենք հիմա տեսնում ենք, բայց դրանից հետո էլ է էլի ագին իհարկե տրանսֆորմացվել։ Ասենք հենց մեկը Facebook-ի գալով մի հատ game changing էր, որ բռիվ փոխեց խաղի կանոնները, մարքեթինգի շատ տեսություններ հերքվեցին, շատ տեսություններ սկսեցին արդարացվել, եթե դրանից առաջ չուներ այդ արդարացման կարիքը եւ այլն, բայց մեր մոտ այդ բացը կա, դրանից է ինձ թվում է գալիս, որ մենակ քո մոտ չի, այդ շատ մարդկանց մոտ այդ ասոցիացիան, որ լավ հեռախոս ունես, լավ մարքետոլոգ ես։ Եթե հիմա պատասխանեմ այս, չթողեմ տենց հեռուստադիտողների իրանց ցանկությանը կամ իրանց երևակայությանը թե ինչ է մարքեթինգը, ընդհանուր, եթե մենք խոսում ենք մարքեթինգի մասին, ինքը բացարձակապես կարելի ասել կապ չունի հեռախոսի հետ։ Մարքեթինգը կամուրջն է հաճախորդի ու բրենդի միջև, որ
մարքետոլոգը պետք է գնա սենց ուսին բզի հաճախորդի, ասի այնտեղ սենց բան կա։ Տես դու խնդիր ունես, այնտեղ քո խնդրի լուծումը այնտեղ է։ Պատկերացիր, ինքը չպետք է վաճառի էլ, էդ էլ են շատ շփոթում, որ վաճառք եւ այլն։ Բայց ինքը խթան է վաճառքի համար։ Հա, իհարկե, վաճառքը իրան հաջորդող փուլն է։ Նա իրան հաջորդող փուլն է, իրանք փոխկապակցված են, առանց մարքեթինգ չկա վաճառք, առանց վաճառք չկա մարքեթինգ։ Իրար հաջորդող փուլերն են, то есть просто մարքետոլոգի խնդիրը այնն է, որ գտնի խնդիրը մարդու, ասի որ մեր product-ը կամ ծառայությունը լուծում է քո խնդիրը, ճիշտ գտնի այդ մարդուն, այդ մարդկանց, այսինքն ամենաառաջին հերթին ինքը ուսումնասիրությունն է։ Ինքը ագի research-ի գործել է, չէ՞։ Ինքը հենց research-ի հիման վրա է կառուցված։ Ուսումնասիրություն, դե հետեւաբար եթե ասում ենք ուսումնասիրություն, որտեղ ուսումնասիրություն, այնտեղ մարդ, այսինքն մարդու հետ մենք գործ ունենք։ Հոգեբանություն, ընդհանրապես ասում են մարքեթինգը երկու առարկայից է բաղկացած, հոգեբանություն ու մաթեմատիկա։ Դա տնտեսագիտություն։ Չէ, մաթեմ։ Հաշվարկներ, շատ տնտեսագիտություն։ Գիտես, որտեվ որ նայում եմ, դե մենք ասում ենք, չէ, հիմնականը գնում է վաճառքի վրա։ Մայական չի դա ապրանքա թե ծառայություններ կամ ինչա, գնում է վաճառքի վրա ու այդ կտորը գիտության մեջ տնտեսագիտությունն է առավել խորությամբ ուսումնասիրում, քան թե մաթեմատիկան։ Դրանից ելնելով եմ ասում, որ կարա այդ երկու գիտությունների միքսը լինել, ինքը մաթեմատիկայի, տնտեսագիտության եւ հոգեբանություն։ Okay, իսկ տնտեսագիտությունը ինչից է եկել։ Դե էլի ինչ որ չափով մաթեմից։ Չէ, ասի մի քիչ կվիճեմ այդ։ Դա ինքը նայ, հիմա իրականում այս թեորիկ բաներ պետքա խոսանք, ինչ համար տենց խորը գիտելիքներ է պետք, բայց քանի որ տեսականորեն տնտեսագիտության մեջ այդքան խորությամբ չեմ կարող խորանալ, այսինքն ասեմ, որ թվականից սկսած ինչ տեսություններ են եղել եւ այլն։ Ես էլ չեմ կարող, բայց սովորում ենք տնտեսագիտական։ Սովորը ենք, հիմա սովորում ես դու։ Հա, ես վերջին կուրս եմ, ես տեղակայում եմ։ Բայց գիտես, լավ, ինչու այս խոսակցությունը շարունակենք, ես կհիշեմ, որ տնտեսագիտության վրա մենք վիճում ենք, արի մի հատ ներկայացի ով ես, որտեվ ասես մի անգամից եկանք ու սկսեցինք մարքեթինգից խոսալ, մեր հյուրերն էլ իմանան դու ով ես։ Հյուրերն եմ ասում, հերոստատիտողները։ Ես Սարգիսն եմ։ Մարքեթինգի մաս։ Էսպան Unibank Invest-ի մարքեթինգի բաժնի ղեկավարն եմ։ Մարքեթինգ Երևան ոդկասթի հիմնադիրն եմ, զուգահեռ նաև դասավանդում եմ մարքեթինգ մասնավոր կենտրոնում։ Մասնավոր կենտրոնում մարքեթինգի դասավանդում եմ զբաղվում։ Նաև իմ համակուրսեցին եմ մեր լսողների համար ասեմ, ով կեսից որոշեց լրիվ փոխի ամեն ինչ ու ֆինանսներից թեքվեց դեպի մարքեթինգ։ Ու այդ շնորհիվ մենք հիմա այստեղ խոսակցում ենք։ Հա, ոնց որ դու նշեցիր նկարումից առաջ, վերջին նստանից։ Եկանք ասենք այստեղ։ Հա, ճիշտ է, այստեղ խոսում ենք, չէ՞։ Ժողովի վերջին նստանից մինչև ոդկաստ։ Նա իրականում մենք խոսում ենք տնտեսագիտության թեման հիշեցի։ Ինչի համաձայն չեմ, որ այսինքն մարքեթինգը ավելի շատ մաթեմատիկա չի ներառում իր մեջ, քան տնտեսագիտություն, որովհետև տնտեսագիտության մեջ կա մի հետաքրքիր ուղղություն, որի մասին ես արդեն 3 ոդկասթա խոսում եմ ու մի 15 ոդկաստ եք խոսամ չեմ ձանձրանա, այդ վարկագծային տնտեսագիտությունն է, որը որ իմ համար մեծ հաշվով լրիվ կարելի ասել մարքեթինգի հիմքն է հանդիսանում։ Դու հասկանում ես շուկայում ոնց է գնորդը իրան պահում, ոնց է գնորդի վարկագիծը։ Ու այդ ռացիոնալ չի, այդ օպտիմալ չի, այդ բազմից սա։ Ոնց է մարքեթինգում, տես լիքը տեսություններ կա, ունենք եկել հերքել են ավանդական մոդելները եւ այլն եւ այլն։ Ու այդ մասով դրա համար եմ մտածում, որ տնտեսագիտությունը, հատկապես վարկագծային տնտեսագիտությանն եմ ռեֆերանում։ Նայ, այդ այն ճյուղն է, որ այս պահի դրությամբ ես խորացել եմ դրա մեջ։ Հիմա իմ բուն գործունեությունը ու նաև կրթական մասով հենց այդ փուլում եմ, որ հաճախորդների վարկագծերը ոնց են որոշում ներկայացնում, ինչ ազդակներ են գործում իրանց ուղեղի վրա, հա, ահա որ ինքը հետարքիր է, ահա որ ինքը լայն է ու ինչքան գնում ես գնալու տեղ կա։ Նայ, մարքեթինգը ոնց է հայերեն թարգմանվում, ինքը շուկայագիտությունն է։ Բայց ես այդքան չեմ ուզում այդ գործածեմ այդ բառը շուկայագիտություն, որովհետև չգիտեմ, իմ համար շատ հին է այդ բառը։ Պատկերացնում ես։ Մենք կասես, մենակ այդ պատճառով թե ուրիշ շնչով սկզբունքային բաներ կա, որ տերմինոլոգիան չի համապատասխանում այն գործին, որը որ անում է։ Նայ, ինքը երևի թե այդքան չի բնութագրում այն մարքեթինգը, որը որ այսօր կա իրականում։ Հա։ Այսինքն, հա, օքեյ, մենք էլի գործ ունենք շուկայի հետ, բայց այդ շուկայում Всё-таки մարդիկ են։
Բնականաբար։ Հիմա օրինակ բիզնես մոդելները կան B2B, B2C, B2G։ Այդ էլի կան, բայց հիմնական այդ 3-ն են առանձնացնում։ Այսինքն հաճախորդների հետ, business to customer, business to business, business to government։ Բայց ամեն դեպքում դու 3-ի դեպքում էլ դու աշխատում ես մարդու հետ։ Այն վերևում նստած է մարդ, ով որ որոշում է կայացնում։ Պատկերացրիր, այսինքն դու մեկա քո promotion-ը, քո առաջխաղացումը, դու քո product-ը ներկայացնում ես մարդու։ Նույն շուկայի մասնակիցը, այդ մարդն է, նույն Հա, շուկայի։ հա, բայց մարդկանց ուզում եմ ասեմ ավելի շատ մասին է մարքեթինգը իմ համար։ Համաձայն եմ քո հետ ու թեկուզ մի հատ բարձ պատճառ կա թե ինչի կարող եմ համաձայնել, որովհետև իրոք էս ոլորտի համար շատ sense մութ է, ի շնորհիվ չասեմ, պատճառով ավելի շատ այսօրվա ինֆլուենսեր մարքեթինգի կարող եմ ասեմ, էլի, այսինքն սոցիալական կայքերում, սոցիալ մեդիաներում այն մարդկանց, ովքեր գովազդում են ամեն ինչ ու փորձում են ծախեն ամեն ինչ իրancs հետ մի լսանի վրա։ Ես դրա մասներ եկեք ուզենամ խոսենք իրար հետ։ Օրինակ դրան ոնց է վերաբերվում։ Կա արդյոք ստանդարտներ, որ եթե դու չես բավարարում այդ ստանդարտներին, դու իրավունք չունես բան գովազդելու մարդկանց ու որ վաճառեն, որտեղ վերջ-վերջո քո գովազդածից շատ հնարավոր է մարդիկ վնասվեն, թե առողջապես, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, բոլոր իմաստներով, էլի ոնց ես մտածում։ Այդ իրականում մի հատ շատ այնս թույլ տեղից կպար, իմ ոդկասթներում էլ եմ ես դրա մասին շատ խոսացել։ Նա ինֆլուենսեր լինելը շատ ահավոր մեծ պատասխանատվություն է։ Ահավոր մեծ։ Ամենաառաջին հերթին product-ը, թե դու ինչ ես գովազդում, ներկայացնում մարդկանց, այդ էլ մի կողմ, իսկ եթե խոսում ենք մենք նաև մի հատ ուրիշ կոմպոնենտ էլ կա, որ ինֆլուենսեր ու մարքեթինգի մասնագետ հարաբերություններ ինչ որ չի ստացվում Հայաստանում։ Ոչ թե չի ստացվում, այլ դաժե չկան։ Բայց քիչ կա, դրա խորքային։ Նայ, որովհետև Հայաստանում գովազդ են պատվիրում, օրինակ պրեմիում բրենդ է, օրինակ, չգիտեմ, լավ ֆինանսական product, X բրենդը, okay։ X բրենդը ինք ֆինանսական ինչ-որ մի հատ product է, ենթադրենք։ Պատվիրում են գովազդ մի ինֆլուենսերի մոտ, ում թիրախային լսարանը, ով ունի շատ հետևորդներ, բայց իր թիրախային լսարանը, այսինքն իրան դիտողները հիմնականում 16-ից 18 տարեկան երեխաներ են։ Okay։ Այսինքն այդ բրենդի շրջանակը այսինքն իրանք չեն նայում, որ ով է նայում իրանց, ինչ թիրախային լսարան է, ինչ տարիքային սեգմենտ է նայում, կանայք են թե տղամարդիկ են, որովհետև պալյուբոմու կանայք տղամարդիկ մտածելակերպային առումով տոտալ տարբերվում են։ Այսինքն էդ էլ է շատ։ Այս թեմաները սկսում ռումբինը հետո այս ոդկասթի ընթացքում պայթելու այդ թեմաները, բայց մի հատ այստեղ քեզ մի հատ միջանկյալ հարց եմ ուզում տամ։ Ավելի շատ ում կողմից դա չի տարկվում, պատվիրատուի թե ինֆլուենսերի կողմից օրինակ, որտեղ վերջերս թե ինֆլուենսերը չի ներկայացնում, դա պատվիրատուն գոնե պետք է այդտեղ միայն ու միայն մարքեթինգի մասնագետների մեղավորությունն է։ Որովհետև եթե պահանջող լինի այդ իրանք ստատիստիկա պետք է անեն։ Իրանք բարբերաբար պետք է վերլուծեն իրանք թիրախային լսարանը ու երբ որ իրանք մոտ գովազդ են պատվիրում, մարքեթինգի մասնագետը պարտավոր է իրանից ուզի վերլուծություն, ստատիստիկա, որ մի հատ խնդրում եմ ներկայացրու ովքեր են քեզ նայում, ինչ քանակությամբ դիտողներ ունես, engagement ունես, reach-ը ինչքան է, impression մի խոսքով sense որ մասնագիտական չմտնեմ, բայց ամենակարևորը թե ովքեր են նայում քեզ հիմնականում ով է քո դիտողը, ով է քո թիրախային լսարանը։ Հա, ու իրանք չեն նայում դրան, իրանք նայում են մենակ շատ հետևորդներին, իհարկե բոլորին խոսքը չի վերաբերվում, բայց շատ է այդ ահավոր տարածված սխալ է, որ այս ոլորտում նկատել եմ։ Ու երբ որ չեն ուզում մարքեթինգի մասնագետները, իրանք ասում են դե օքեյ, դե հիմա ավելի լավ։ Չեն ուզում, մենք էլ չենք ներկայացնի։ Այսինքն այդ մի հատ մեծ կտորը իրանց պատասխանատվության տակից դուրս է գալիս։ Ու կոպիտ ասած, այ մնում է տակը, այ քո ասածը ինֆլուենսեր մարքեթինգում, այ մնում է տակը քո ասածը, որ երբ որ ունես լավ հեռախոս, դառնում ես ինֆլուենսեր, չէ։ Մարքեթինգի մասնագետը ուրիշ է, ինֆլուենսերը դառնում է։ Ուրեմն ես սխալ եմ ասում։ Ինֆլուենսեր։ Բայց ինֆլուենսինգը, ինֆլուենսեր մարքեթինգը ինքը մի հատ փոքր այն ճյուղերից է մարքեթինգը, որովհետև նույն քո ասածը, որ ասում ես հեռախոս ունեն, լավ հեռախոս ունեցար, դու դառնում ես մարքեթինգի մասնագետ, չէ, մարքեթինգի մասնագետը շատ լայն հասկացողություն է։ Քո ասածը content creator-ն է,
reel maker-ն է, ով որ reel-եր է նկարում, չգիտեմ, edit-անում եւ այլն, մոնտաժում է, content-ներ է նկարում, սարքում, մտածում, հա, ինչ նկար եւ այլն։ Այսինքն այդ նեղ մի հատ այդ ուզում էի անդադ ասեի, որ այդ գիծն է։ Շատ նեղ, այսինքն մի փոքր ճյուղ է ընդհանրապես այս ամբողջ։ Մի փոքր ճյուղն է ինքը, ոնց որ ամբողջ մի հատ տիեզերքի մեջ ինքը մի հատ մոլորակն է։ Բայց կան լրիվ ուրիշ մոլորակներ։ Պատկերացրիր։ Ու ավելի ծանրակշիռ չէ։ Ավելի ծանրակշիռ, հա, ու մի խոսքով, եթե վերադառնանք այն մեր թեմային, Հայաստանում այսօրով տենց չեմ վախեն ասեմ, շատ վատ է։ Influencer marketing-ի վիճակը ահավոր վատ է, որովհետև իր մարքեթինգի մասնագետները չեն ուզում, իրանք էլ չեն տալիս, պրոստը նկարում են կոնտենտներ, գովազդը նույնիսկ լիքը դեպքեր կան, որ գումարը վերցնում են, չեն անում, հիմա ուններ չեմ ուզում տամ։ Առնչվել ես դաժե այս դեպքերը։ Իմ հետ չի եղել, բնականաբար, բայց լսել եմ լիքը անգամներ, որ այդ մեզ շատ հայտնի բլոգերներ, որ դոյս պետքա մարդկանց էտել ասել, որ ովքեր որ չեն իմանում, ոլորտից անտեղյակ են, հա, իրանք լսել են գովազդ, ինֆլուենսեր, всё։ Դե գիտեմ, հա, գնանք, всё, գումարային առումով էլ մեզ ձեռք է տալիս, մեզ հարմար է, իր ասած գինը, всё, դե հեչել որ 16-ից 18 տարեկաններ չեն նայում ու ասենք արդյոք չի լինում էլի, հա, ուրախանում ասում են, այսքան դիտում եղավ, ասում եմ, լավ, օքեյ, այսքան դիտում եղավ, իսկ քանի հոգի գրեց, ասեց, այս ռեալ հետաքրքրված եմ ես, կամ social media-ով ինչքան վաճառք եղավ կամ հետ գովազդային վերլուծություն լինում է թե չի լինում ապրես ինչ էֆեկտով է դե մի հատ էնի անեն դրա մասին չեմ էլ ուզում խոսել հիմա օրինակ որ այս ամեն ինչը պետքա սկսեինք մենք առաջին բանը սենց մտածել ենք էլի որ մի քանի էպիզոդ հետո մենք պետքա նայենք այս ոդքասթի ձևավորած լսարանը որ մենք հասկանանք մենք ինչ հովանավորություն կանանք ներգրավենք ինչ կարանք գովազդենք մեզ ովքեր են նայում ինչ են իսկ մենք որ ընդհանրապես մարքետոլոգներ չենք էլի կապել չունենք իհարկե ունենք մասնագետ իր աղորդմամբ ենք եկել այս կետին, բայց միջով այդ sense սեղանի վրա sense ուղղակի արագ քննարկման արդյունքում արդեն ունենք էլ այդ պատկերացումը։ Հետաքրքիր է որ կարան նման լուրջ մեծ բրենդների մարքեթինգի մասնագետները չունենան այդ պատասխանատվության կանչելու ցանկությունը ինֆլուենսերից։ Ինֆլուենսերը իր երթին դե parz է, ազատ դուքան գործող։ Այն ժամանակ, ասես մի հատ հետաքրքիր բան ասեմ, այն ժամանակ մոտ 90-ականներին Կոպիտ ասած սարքում էին պրոդուկտը, հետո սկսում էին չգիտեմ, հասկանալ թե ով է եւ այլն գնում էին ինչ-որ գովազդ էին պատվիրում, գովազդից ինչ-որ տես նստած սպասում էին թե ով պետքա գար ու երկար ժամանակ հետո նոր ինչ-որ տես փորձում էին հասկանային ով է ու դրա ինչ-որ հարմարացնում էին։ Հիմա լրիվ տոտալ փոխվել է այդ ամեն ինչը։ Հիմա մեջտեղում կենտրոնում եկել է մարդը ու իր խնդիրները, կարիքները ու իր շուրջը արդեն ձևավորվում պրոդուկտերն ու ծառայությունները։ Դրա համար AI-ը sense boom ապրեց, որովհետև ինքը լուծում է շատ մարդկանց խնդիրներ։ Հա, հավատա, հա։ Օրինակ ես գիտես այն օրը ինչ էի բանանում, ես մի հատ ամերիկյան լավ ոդքասթ կար, լսում էի զուտ մի կտոր ընդամենը հատված, ստատիստիկա էր բերում, որ եթե շատ է շփվում AI-ի հետ, այսինքն օրվա ընթացքում մարդ կա, ես լուրջ եմ ասում, մարդ կա, ես չգիտեի, բայց իմ շրջապատումը բացված մարդիկով ամեն ինչ պատրաստ են ChatGPT կամ Gemini-ին հարցնելու էլի ուղղակի, հա։ Ու ասում եմ, որ դու շատ ես շփվում, քո ուղեղի ոնց որ կարողությունները կրճատում ես կամ նվազեցնում ես կամ վնասում ես մոտավորապես 60%-ով։ Այս շատ բաներ էլ, sense նայեցի ոնց մի րոպե, ես էլ եմ օգտվում, իհարկե ես օգտվում եմ դեպքերում, որ ծայրահեղ, ասենք ինֆո չեմ գտնում կամ այլն եմ հղում գտնեմ ու մի 1000 անգամ ստուգելով, հիմա ասած մտահոգիչ էր էլի, ինքը ինչ խնդիր է լուծում վերջ-վերջո։ Հա ինքը շատ բաների մեջ օգտակար է եւ այլն, բայց ի վերջո եթե խորանանք մարքեթինգի վրա, հետո կանցնենք ընդհանրապես ընդհանուր ոլորտի վրա, ինչ խնդիր է լուծում այսօր ChatGPT մարքեթինգի ոլորտում, ոնց է օգնում հաճախորդին, ոնց է օգնում մարքետոլոգին։ Նայ, եթե մի քիչ հերվից գամ, ընդհանրապես AI-ի մասով այն խոսակցությունները, որ հիմա պատտվում է այդ այնս չգիտեմ ու այդ ստատիստիկաները, որ հրապարակում են, որ վնաս է եւ այլն, նույն խոսակցությունները, նույն ստատիստիկաները եղել են այն ժամանակ, երբ որ ի հայտ է եկել ինտերնետը, համացանց կոչվածը, որովհետեւ նայ այն ժամանակ, երբ որ դու ուզում էիր ինչ-որ մի բան գտնել, դու պետք է գնայիր գրադարան, գտնել քո ուզած գիրքը, կարող է եւ չլներ։ Այսինքն դու գնայիր քո տարածքային գրադարանում օրինակ չլներ, գնայիր եսին որտեղի գրադարանը կամ ազգային գրադարան, ընդեղից գտնեիր քո ուզած գիրքը, հանեիր, թերթեիր, սենց
այնքան միջև գտներ քո արդի պատասխանը։ Հետո եկավ Google-ը, ասեց պրոստը Google-ի, ինչ ես ուզում դու գտնես։ Հա, քեզ մեծ գրադարան։ Հա, արքես քո գրադարանը, всё, արդեն քո լապտոպի, հեռախոսի կամ համակարգչի մեջ է։ Հա։ Այսինքն, բայց այդ ժամանակ մեկը եղավ այդ խոսակցությունները, որ վայ, ես ինչ եք անում, մարդկանց, չգիտեմ, բթացնում եք, եւ այլն։ Բայց այդ գործիքա, պրոստը այդ գործիքա, ասենք չագուչը ոնց է, կարաս մեղես, ասենք տուն սարքես, կարաս մեկի գլխին խփես, մարդ սպանես։ Ես նկատնում եմ մարդ իրան գլխին խփի, բայց դու ավելի դաշտ դիված։ Դե հա, ասենք գործիքա, նայես թե դու ոնց կօգտագործես այդ գործիքը։ Եթե այո, դու ուզում ես որ դու կախվածության մեջ ես, արդեն դու չես պատկերացնում քո կյանքը, այդ արդեն օքեյ չի։ То есть պետքա մի քիչ իրականության մեջ մնանք։ Ոնց է օգնում հաճախորդին օգնում է որ ինքը կարողանա հեշտ ֆիլտրի օրինակ պրոդուկտների մեջ համեմատականներ տանելու առումով օրինակ ինքը մի քանի տեսակից ստացել է առաջարկ կամ գիտի մի քանի տեսակի նույն պրոդուկտը տարբեր բրենդների օրինակ ու ինքը կարողանում է AI-ի միջոցով, որ հերթով չմտնի ամեն մեկի ֆունկցիոնալը, չգիտեմ, բաղադրությունը եւ այլն, որ ինքը հերթով չմտնի կարթա SSS, ասում է SSS պրոդուկտների իսկ մի հատ տարբերություն է։ Ինձ Essence պրոդուկտն է պետք, որը խորտ կտաս։ Բայց չեմ, ես օրինակ չեմ հարցնի։ Ես չեմ հարցնի։ Ես մի հատ խնդալու պատմություն պատմեմ։ Դավայ։ Այս վերջերս իմ ծանոթներից մեկը զուկ է առել տարելատուն։ ու տենց ինքը շատ կենթանասեր է, էլի։ Ես խնդած գաս է պատմում, թե նայում ինձ կներես, էլի ազնական կներես, բայց անունը չեմ տա։ Ձուկ առել տարելատուն ու չի իմացել ոնց պետքա կերակրի, օրական քան անգամ ջուրը, ChatGPT-ն է հարցրել, նայել հուշել է, որ օրը 3 անգամ կերակրի։ Ձկանը կերկող են արես ատկել։ Հա, օրը մի անգամ։ Երրորդ օրին կարող նեղված էր, ասացի, բայց ինչ ես արել, տենց ասում եմ ChatGPT-ն հարցրեցի, ասեց օրը 3 անգամ կերակրի։ Վիպասից խնդալը զսպեցի ինքը շատ բան էր, ասենց ազդված էր ամեն ինչ։ Ես խնդալը զսպեցի, ասի օքեյ, մյուս անգամ արի դու հարցրա խանութի աշխատողից, որտեղ վճարով ինչի եղա ChatGPT։ Ինչի՞ եթե ChatGPT O4 վերջին O4-ն է, դա չեմ սկսել։ Եթե դա լիներ, ուրեմն պետքա Հա, եթե բանն է, չվճարովին է, չվճարովին մի օգտագործեք ժողովուրդ։ Մի ափսոսացեք, վճարեք ու տեսեք տարբերությունը ինչ ահռելի է։ Բայց մի բան ուզում եի ասեի։ Իշի։ Մոռացա։ Որտեւ այդ զական պատմությունից հետո կարելի է մոռանալ լիքը։ Աբսուրդ ժանրից է իրականում։ Որտեւ տեն շատ են գիտես, շատ են, ասենք քարազատները։ Հա, ես էլ ունեմ ծանոթներ, բայց հա, ասում ես չեմ անի, չէ։ Հա, չեմ անի։ Գոնե առողջության վերաբերվող, կենթանի իրակետ վերաբերվող խորհուրդներ իրանից չեմ հարցնի։ Դեռ կդիմեմ մասնագետ։ Okay, դեռ։ Հա, դեռ ասցի, նայ, շեշտեցի, դեռ կդիմեմ մասնագետներին։ Так что վստահ չենք էլի, որ ես էլ չեմ անի։ Կոնկրետ այդ բaragam ձկան կերակրելը, չէ։ Չեմ անի, չգիտեմ, տենց դեռ ես էլ օրինակ այդ մասով չեմ անի, բայց մի քիչ խուսափում եմ էլի ապագայի մասով, որովհետև այսօր IT ոլորտը ֆանտաստիկ արագությամբ է զարգանում, ու տենց մի քիչ կխուսափեմ էլի, տենց ապագայի վրով հաստատ բան ասեմ։ Դե ապագան շատ անորոշ է իրականում։ Մանավանդ էս AI-ի բaragam իսկականից չգիտեմ։ Ես օրինակ լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև գտնում եմ, որ այս գործիքները, ոնց որ դու նշեցիր, որոնք որ օգտագործել արդյունքում թե ժամանակ են խնայելու, թե գիտելիքը ավելի շուտ է հասնելու մեզ։ Այնց որ օգտագործողության միայն, եթե կոմենտ ենք ստանում, միայն գործիք է, որ նայած ով ոնց կօգտագործի։ Չի սպանելու, հաստատ, հա։ Իսկ քեզ մի հատ հարց տամ, էլի, որպես մարքեթինգի մասնագետ։ Հիմա եթե գովազդելու լիներ այս ոդքասթը, ոնց կգովազդեր։ Նայ, մենք շատ բան չունենք, սև կտրոնը քաշեք հերթ կանգնեք, խնդրում վճարեք։ Լավ, հաշվի վճարեն, եմ, կտրոնը քաշը վճարն կփոխանցեմ հետո։ Բայց նայ, մենք շատ բան չունենք, սև background, դերին լույս, մի հատ է ձուկ։ Երկու հատ է սովորական։ Նայ, ես եթե անգերտ, ես առաջին հերթին կսկսեի թիրախից։ Թե ինչ target-ի պետք է։ Հա։ Ամենաառաջին հերթին։ Ես կհասկանայի, թե ում եմ ուզում թիրախ ընտրեմ։ Okay։ Ու ըստ դրա արդեն կգնայի։ Պատկերացրեցիր։ Հիմա քո ոդքասթի թիրախը շատ նեղ մարքեթինգային։ Իմ ոդքասթի թիրախը մարքեթինգի մասնագետներն են։
սկսնակները մի քիչ ավելի քիչ, միջին ու միջինից բարձր փորձով մարքեթինգի մասնագետներ ավելի շատ, բիզնես ղեկավարներ ու IT ոլորտի ներկայացուցիչներ։ Դու թիրախավորել ես իրանց, ու իրանց հետ հիմա աշխատում ես։ Ես հստակ այն սկզբից ես որոշել եմ, որ իրանք են իմ թիրախը, ես չեմ ուզում ընդհանրական ոդկաստ անեմ, ես չեմ ուզում։ Կարամ թե չէ, այդ հարցի երկրորդ կողմն է, բայց ես ուզեցել եմ հենց իմ թիրախը այդ մարդիկ լինեն։ Նա հիմա հետաքրքիր բան ես ասում, որովհետև ես երբ որ միշտ մտածել եմ ոդկաստ անելու մասին, ես ուղղվածություն չեմ վերցրել։ Աշխատել եմ չվերցնեմ, որովհետև հիմա նայ որպես տնտեսագետ ես կարամ վերցնեմ տնտեսագիտություն ու սկսեմ դրա վրա խորանալը, բայց ինձ հետաքրքիր է բացահայտելը, տարբեր ուղղություններ, տարբեր ոլորտներ։ Իհարկե, այն ինչ որ դու ես անում, նաև դա էլ ունի պահանջարկ շուկայում, որտեղ նեղ մասնագիտական ոդկասթերը միշտ թույն էֆեկտ են ունենում այդ սեգմենտի վրա։ Բայց օրինակ ես մեր դրամատիկա, ոդկասթը դրամատիկա անունն է, իրան նախնականում դիտարկում ենք sense բիզնես կոնցենտրացիայի ոդկաստ, բայց հիմա արդյունքում ինքը դառնում է գրեթե ամեն ինչ, նաև ացանցիալ թեմաները բիզնեսի հետ առնչվող, էլի։ Ու ինձ թվում է, որ մենք շատ ինչ ենք ուզում ոդկաստ անենք, հիմա ես ու դու նույն տարիքի ենք եւ այլն փորձում ենք խոսանք, մեզ խոսալու դաշտ է պակասում։ Ինչ ես կարծում։ Մեզ ոչ թե լսող չկա, բայց մեզ տեսարաններ է պետք։ Ու դա մարդու ներքին զգացողությունից է գալիս, երբ որ թվում է, որ դու ունես ասելիք, երբ որ ուզում ես ավելի մեծ լսարանի դա ասես, կամ կոնկրետ լսարանի դա ասես։ Օգնում է քեզ ոդկասթը։ Այս ամեն ինչի նպատակը հենց դա է, թե չէ մենք կարող ենք այս ամեն ինչը մի հատ մի բաժակ սուրճի շուրջ, ուղղակի խոսանք սրճան, առանց կամերաների, առանց լարվածության։ Ուղղակի նայ, խնդիրը այն է, որ ընդհանրապես Հայաստանում Հայաստանը շատ փոքր շուկա է։ Ահավոր փոքր շուկա է։ Ինքը չի կարա պրոստը համեմատվի US-ի կամ չգիտեմ նույն RD-ի, չգիտեմ եւ այլն մնացած երկրների շուկայի հետ։ Այնտեղ պրոստը կորում ես դու շուկայում։ Ստեղ ինքը շատ փոքր է, բայց այդ փոքրության հետ մեկտեղ է այնքան շատ են, որ արդեն հենց մեկը այս ոդկասթների մասով արդեն իրանք բավականին ոդկասթներ կար։ Այն դեպքում, որ 2 տարի առաջ, դաժե շատ էլ չեմ ասի, 2 տարի առաջ կար երևի թե լավ, հստակ չասեմ, կարող է դաժե այդքան էջելներ։ Հա, նայվող քիչ կար, բայց երևի կար այդքան ոդկաստ։ Կարող է, հա, ես հստակ բան չեմ ասի, ինֆո չունեմ։ Բայց ես որտե՞ց սկսեց այս բումը Հայաստանում։ Ընդհանրապես գիտես, աշխարհում եմ նկատում ես միտումը, որ ոդկասթը դարձել է ավելի արդիական, էլի, որպես զրույցը հատեղ հասցնելու, լսանին տեղացնելու միջոց։ Բայց Հայաստանում կոնկրետ սկսեց երբ սկսեց այս ամեն ինչը։ Կոնկրետ Հայաստանում։ Օրինակ ես կարծում եմ COVID-ի շրջանում։ COVID-ի շրջանում, երբ որ YouTube-ը եւ այլն, այսինքն այդ սոցիալական բաները դարձան շատ ակտուալ, էլի շատ ակտուալ, այն աստիճան ակտուալ, որ մինչեւ այդ դրա սպառումը ու դրանից հետո սպառումը տոտալ տարբերվում է իրարից, էլի։ Որ նայած թվերով էլ է տոտալ տարբերվում է։ Հա, համաձայն եմ, COVID-ը շատ նպաստեց, դաժե այնց հիմնական մասը երևի COVID-ն ազդեցություն ունեցել։ Չէի մտածել այդ հարցի շուրջ։ Իսկ եթե ընդհանուր ոդկասթները ինչի սկսեց տարածվել, երևի կասեմ հիմնական փաստը այն էր, որ մարդիկ արդեն որովհետև նույն COVID-ը ազդել է մարդկանց վարքագծի վրա։ COVID-ից հետո, օրինակ, իրանք երկար տեքստեր էլ շատ քիչ են կարդում։ Բայց ինչից է այդպես եկել, օրինակ կարես ասես ինչից է երկար տեքստ չեն կարող կարդան COVID-ից հետո։ Կա պատճառ ինչ որ հետազոտություն դրա տակ։ Երևի ավելի շատ կասեմ, որ action են ուզում իրանք։ Իրանք շարժվող բան են ուզում տեսնեն։ Այսինքն ձանձրացել են։ Ձանձրացնող է, հա։ Իհարկե դա էլի բոլորին չի վերաբերում, որովհետև կոնկրետ մարդկանց սեգմենտ կա, որ իրանք սիրում են կարդալ, տեքստեր կարդալ։ Ու դրա համար ստեղծում են հատուկ հավելվածներ, ոնց մեկը օրինակ Reddit-ն է, Medium-ն էլ է, շատ լավ։ Հա, Medium-ն էլ է։ Այնտեղ ֆանտաստիկ հենց այդ մասան է հավաքված, ովքեր որ սիրում են տեքստեր կարդալ, երկար հոդվածներ կարդալ եւ այլն։ Իսկ մնացած հիմնականում մարդիկ այո, այսօրով արդեն չեն սիրում տեքստեր կարդալ, մի քիչ էլ կախված է թե դու ոնց ես իրականում կառուցում քո տեքստը, բայց եթե շատ երկար է, այդ ֆանտաստիկ լավ copywriter էլի պետք է լինես կամ content writer պետք է լինես, որ տենց
նույնս գրես, որ Կարդում, հա, կապած տանի կարդում, էլի, հա։ հա։ Կամ ես շատ ինչ-որ իրա էլի խնդրին կպնողը լնես, որ իրան հետաքրությունից դրթված կարդա, բայց ես անձամբ ին վրա զգում եմ, որ ես շատ դժվար եմ երկար տեքստեր կարդում։ Արդեն այդ իմ ռեալ փոփոխությունն է իմ մեջ, ես դա նկատում եմ, որ ես երկար տեքստեր չեմ կարող։ Բայց աշխատում ես հիմա դրա վրա։ Ну, գիտես ինչ իմաստով է շատ հարցնում։ Օրինակ գիրք կարդում ես, այս Հիմա էլ չեմ հասցնում, ուղղակի չեմ հասցնում։ Բայց եթե մի կողմ դնենք ժամանակից զբաղվածություն, եթե զուտ դնես կարող ես կենտրոնանաս կարդաս։ Նա երբեք չեմ ունեցել այդ խնդիրը, հա։ Միշտ այդ կենտրոնացման խնդիրը չեմ ունեցել։ Ես ունեցել եմ, շատ վատ եմ ունեցել։ Գիտես ինչ աստիճանի վատ։ Բացում եք գիրքը քունը ստանում։ Չէ, քունը տանելը դա ինձ թվում է սաղի մոտ է լինում է։ Բայց դա ինձ մի անգամ ասել են, իհարկե ճշտված ինֆա, չգիտեմ ճիշտ է թե չէ, ասել են դա լինում է, որ երկար ժամանակ ուղեղը այդ ուղղությամբ չես աշխատած, ասենք կոնկրետ կենտրոնացած ինչ որ բան չես կարդում, չես փորձում ինֆոն մարսես տեղում, այդ դրանից է սկսում քունը տանել, որ գիրքը բացում ես ու առաջ կարդում ես ու զգում ես, որ չէ, քունը տանում։ Օրինակ իսկ մի հատ հարց էլի, նստած ես կարդում թե պարկած։ Դա մի հատ լավ հարց տվեցի։ Նայ Արես հարցը մի քիչ ծավալում եմ։ Ծավալում պարկած։ Արդարանամ, որ պարկած չեմ կարդում գիրք։ Ու ժամանակի mən տուն գիրք էի կարդում։ James Clear-ի գիրքներ, ատոմային սովորություններ, Atomic Habits։ Ինքը իրականում, ինչ եմ ասում տուն գիրք, ինքը լավ ֆոկուսի վրա է բերում։ Թե դու ոնց կարաս լավ սովորությունները ձեռք բերես, զարգացնես ու բաց սովորությունից հրաժարվես, ինչ որ 4 քայլ է բերում, բայց դե արի sense պայմանական դնենք 4 քայլ, այնտեղից մի հատ բանը, որ շատ sense ինձ դուր եկավ ու ռեալ էր դա, այն էր, որ ինքը խորհուրդ է տալիս ունեցի կոնկրետ տեղեր, երբ որ դու ինչ որ բաներ ես անում։ Օրինակ, անկողնում դու միայն քնում ես։ Այս դիվանին նստած դու մենակ կարդում ես, այս դիվանին նստած դու մենակ հաց ես ուտում։ Ու քո ուղեղը ինչ որ ժամանակ անց սկսում է հասկանալ այդ ամեն ինչը, ֆիքսել, որ դու եթե ստես նստում, գիրք ես կարդում, ստես նստում, չգիտեմ, հաց ես ուտում, անկողին արդեն ննջարան ես գնում քնելու։ Ես մինչև այդ որ դիրքով ոնց հասնի կարդում էի կամ ինչ գործ ասես անում էի։ Ու հիմա ես նկատում եմ, որ օրինակ մեր տանն օրինակ չգիտեմ գալիս են քույրս եղբայրս տուն են գալիս, արագ մի անգամից sense չեն նստում, բոլորը պարկում են, մի անգամից ասում ես հեռախոսի մեջ է։ Էդի քեզ մի քիչ դիսցիպլինայի մեջ էլ է, էլի դնում, որ դու ստե նստում ես, ստեղ հաց ես ուտում, ստեղ քնում ես։ Էդի օգնում է, որ դու ոնց այդ սովորությունը ամրապնդես։ Նույն բանն է ջուր խմելը։ Օրինակ հիմա նայես նկատում եմ մենք մի 30 րոպե արևի խոսում ենք, չգիտեմ, դու ոչ մի կում ջուր չես խմել։ Իսկ ես ինչքան ջուր ես խմել։ Քանի լիտր։ Նայ, այդ Չէ, դու մի րոպե թիվ ասա դու։ Չգիտեմ, չէ, անկեղծ չգիտեմ։ Մոտավոր։ Չեմ, բացարձակ չգիտեմ, երևի։ Ասա մի լիտր խմած։ Երևի, հա։ Օրինակ եթե ես իմ թիվը ասեմ այսօրվա, տենց մի քիչ կարող զարուրել լինի։ Փախնալու։ Չէ, լավ դու 10 լիտր ու Դասի զարուրել է։ Չէ, մարդկային զարուրել։ 2.5 լիտր արդեն։ Արդեն 2.5 լիտր։ Ապա ես չեմ հասկանում, էդի շատ է թե քիչ։ Չէ, էդի նորմալն է։ Էդի շատ նորմալ է։ Որտեվ ես առողջ ապրելակերպից շատ հեռու եմ։ Չէ, ես շատ մոտ եմ։ Այս հիմա ուրիշ թեմա ես բացում։ Հա, ես շատ հեռու եմ առողջ ապրելակերպից։ Ասում եմ, որ պետք է։ Անկեղծ է։ Բայց քեզ հեռու է։ Հեսա կհամոզեմ ինչ-որ ոդքասթի վեր սկսես առողջ ապրելակերպ։ Չգիտեմ, իրականում տենց ինձ լավ արդարացնում եմ, թե իրոք տենց է, բայց ինձ թվում է չէ, իրոք տենց է, որովհետև աշխատանքային առումով այս փուլում ահա որ ծանրաբեռնված եմ, ահա որ բայց այդ շատ կուզենայի հենց մեկ օրինակ ջիմ գնայի, բայց ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում։ Հա։ Բայց շատ եմ ուզում։ Նայ, չէ, առողջ ապրելակերպ ասելով մենք ինչ ենք հասկանում։ Դա մի հատ պետքա մի հատ հիմա իրար հետ փորձենք սահմանել։ Նայ, ինքը շատ հեշտ է առողջ ապրելակերպ վարելը։ Հեշտ է ինչքանով որ չես ուտում են ինչը բաց այդ վնաս է, գոնե նվազագույնը առաջին լեվելում ուտում ես այն ինչը որ գիտես որ քեզ օգուտ է։ Օրինակ օրվա ընթացքում դու պետք է ընդունես պրոտեին, ճարպ, ածխաջրեր եւ այլն եւ այլն, նաեւ դի քո հիդրատացիան պես, այսինքն ջրի պաշարը ապահովես, դա միջինում 2-ից 3 լիտր է, իհարկե կա այտենց բժշկական պայմաններ, որոնց պարագայում մարդը պետք չի իրան 2-3 լիտր, ավելի քիչ է պետք կամ ավելի շատ է պետք, այդ շատ ինչ-որ սպეციფიկ кейսեր է։ Միջինում գիտենք, որ 2-3 լիտրը նորմալն է։ Իսկ այն օրը իմացա, որ եթե 34 կամ 36 աստիճանից բարձր է ջերմաստիճանը, շոկա, դու պետք է քո այդ 2-3 լիտրի կրկնապատիկը
սպառես օրվա մեջ, որտեղ դու դրա կրկնապատիկը արդեն սպառում ես շոկին։ Ու ինքը ազդում է մաշկի որակի վրա եւ այլն, ասած ինքը ածանցվում է, ինքը գիտես ոնց է, ձնագնդիկի էֆեկտն է, մեծ իրան գունդ է սարքում, դժվար է դա, քո ռուտինայի մեջ մտցնում ես առողջ ապրելակերպը, ասած գլորում ես ու ինքը գնում է։ Այդ ածանցյալ լավ բաները ասած հավաքում է իր վրա, վերջում դու տեսնում ես ինչքան ինքը դրական side effect ունի, այսինքն ինչքան քո վրա դրական էֆեկտներ ա։ Այս պրոստը այդ ձնագնդին չեմ գտնում։ Դե շոկին ու ձնագնդի։ Չէ, նայ, եթե լուրջ, օրինակ մոտ երևի 6 ամիս առաջ էր, դες մի քանի օր ինչ-որ տենց իրիկուններ, որ տես զգում էի, որ լավ չեմ զգում ինձ ու չեմ հիշում հիմա տենց ոնց, բայց ռեալ տենց իմ մեջ հասկացա, որ ես շատ քիչ եմ ջուր խմում։ Գլխացա բան տենց բաները։ Հա, ինչ որ տենց չոր էր կոկորտս, ինչ որ տենց գլխացավ էր, ինչ որ տենց լավ չէի զգում ինձ, որ թույլ է, ու հետո հասկացա, որ ես շատ քիչ եմ ջուր խմում։ Այդ իմը շատ ահա որ քիչ եմ ջուր խմում, շատ քիչ օրվա ընթացքում։ Օֆիսում էլ կուլերը հեռու է դրած։ Բայց գիտես, շատ իմանես մի հատ թույն բան ասցիր, որտեվ այդ գրքի մեջ հաջորդ խորհուրդներից մեկն է, եթե ուզում ես ինչ-որ բան անես, բերդի դիմացդ։ Ես այդ խորհրդի իման վրա գնացի մի հատ 1.5 լիտրանոց տենց տերմոս վերցրեցի, հիմա աշխատանքի սեղանի վրա ասած դրած է, դրան ինչ-որ այդ vocation չող գործ է գրած, խոսք է գրած գործ եմ ասում, այդպես ինչ-որ գրած է, խմի որ լավ նայվես, ես էլ նայում ուրախանում եմ, ինչ գնում 1.5 լիտր ջուր եմ խմում։ Չէ, իմը փոքր sense բաժակ է։ Խմում եմ, պրծնում է շուտ, ալարմեմ էլ եմ գնամ վերցնեմ։ Հիմա ես քեզ մի հատ տերմոս կնվիրեի։ Իմիջանոց նվերից խոսացինք, գիտես չէ, մեր ոդկասթում մի հատ sense սիրուն ավանդույթ ունենք, որ մեր նախորդյուրը հաջորդյուրին նվեր է փոխանցում, քո նվերն էլ այստեղ է միջայլոց, սպասի փոխանցեմ ու կասեմ քեզ ով է փոխանցել, վարկյան։ Դզեց, ես սիրում ես նվերներ, շատ եմ սիրում։ Ցենտրալից վերցրու։ Օրինակ մարդ կա, որ ասում է ես սիրում եմ նվերներ տալ, չէ, ես սիրում եմ ստանալ։ Դե ես տալնել եմ սիրում, բայց ստանալը ավելի շատ եմ սիրում։ Բացի։ Օվազի ժամացույց, տենց ինքը իր մեջ իմաստ է դրել, մագնիսական նույնիսկ։ Հա, ինքը իր մեջ շատ բան իմաստ է դրել հյուրը։ Այստեղ իհարկե նայողի համար sense flashback կտանք թե հյուրը ինչ կոմենտար է ժամանցի հետ կապված։ Դու նաև մյուս հյուրին նվեր ես փոխանցելու։ Ես մի հատ կուզենամ երկու բառով նկարագրես։ Չեմ ասելու ինչա իհարկե, բայց կապ ունի սիստեմի հետ, այսինքն ինչից որ խոսում էինք, investing in the system, բայց առաջ ավելի շատ կապ ունի բանի հետ, consistency is key to success։ Բայց դու ինչ որ բան ես ասել։ Ես կասեմ մենակ եմ, որ ես այսպես բաներ շատ եմ սիրում։ Միշտ ուզում եմ գնեմ ու սեղանիս ունենամ, բայց էլի ինչ-ինչ պատճառներով չի անում։ Շատ լավ է, շատ։ Ունես արդեն։ Արդեն ունեմ, հա։ Այն բանն էլ եմ ես շատ սիրում, որ մի կողմից խփում են։ Հա, այն որ մեջտեղը 3 հատ դիմի կա, բայց հիմա արի հիշի դրա անունը։ Չէ, չեմ հիշի։ Այդ հուքի օրենքներ, ասում ես, եթե չես սխալվում։ Եթե չեմ սխալվում, հա։ Ես միշտ գիտես այդ ավազի ժամացույց ինչ չեմ πάει, որովհետև իմ համար շատ բան ասես տագնապ է առաջացնում սեղանի վրա, եթե ինձ սպրծեմ, ակրակ վերջանում ու մեկ ինչ անելու։ Հա, ինչ անելու, որ ինչ անելու։ Ուր այդ կարմիր լարը կտրեմ։ Կինոներից չտրակենք։ Ֆիլմեր սիրում ես նայես։ Կինոներ ասի։ Չէ, միշտ պրոֆիլս ավելի գրքերն ա եղել։ Ֆիլմերի հետ այդքան։ Սկսեցին գիրքը որն է կարդացել ես։ Կոտլերի գիրքը A to Z։ Ինչի՞ մասը։ Մարքեթինգի ինքը Կոտլերյան տեսությունն է, նախավերջինն է ինքը, նախավերջին տեսությունն է, որովհետև տենց կոնցեպտներով ոնց որ բաժանած է էլի 1 2 3 4 մինչև հիմա 6-րդ ոնց որ կոնցեպտն է մարքեթինգի, մի խոսքով տենց մնացած նախորդները բոլորը կարդացել ես արդեն։ Հա, ուսումնասիրել եմ, չեմ ասի որ լրիվ տենց կարդացել եմ, որովհետև էդ էլ է շատ մեծ մի հատ խնդիր, որ պիտի հասցնես անգլերեն պետքա պատվիրեմ, գա, իսկ հայերեն չկա, մի խոսքով սենց ինչ որ ռուսեն չեմ ուզում կարդամ եւ այլն, սենց ինչ որ մի հատ այդ մեծ խնդիր է։ Գերարդ մի հատ գիտես ինչ թեմայով եմ ուզում խոսանք։ Իմ
կյանքում ես ինչքան շատ ինքնավստահ մարդ եմ տեսել, իրենք հիմնականում տգետ են եղել։ Այսինքն կատեգորիկ հիմա մի հատ մեծ զանգված ենք ուզում կպնենք, բայց արի կպնենք։ Ոնց ես դա մեկնաբանում։ Ես հələ որ ներվայնանում եմ այդ բացի։ Հələ արի մենք չներվայնանանք։ Հա, ու փորձենք հասկանանք։ Դավայ։ Ինչի է ինքնավստահ Դե նայ, մարդը։ չէ, իրականում այդքան տենց այս բանը տենց շատ ինչ-որ տենց բարդ չի, որովհետև եթե շատ բան չգիտես, դու փորձում ես այտենց ծածկես քո չիմացածը, ինձ թվում է։ Իհարկե էլի տենց բոլորին չի վերաբերվում էլի, որովհետև հիմա ես ինչը չգիտեմ, ասում եմ դե չգիտեմ։ Նորմալ։ Այդ նորմալ է։ Մեզ մարքեթինգ չգիտեմ, դրա համար ես դուստը որ խոսենք։ Ես չգիտեմ։ Եվ այլն, լիքը բան ես չգիտեմ։ Այդ չգիտեմ, կստացի ես շատ եմ սիրում, շատ։ Չգիտեմ, հա։ Հա, ես շատ միակ չյով սկսող բառն է, չէ՞ որ կարելի է օգտագործել շատ։ Համաձայն եմ։ Չեմ կարան այդ բացառում։ Չէ, էլի չէ։ Ու տենց որ ես վերջերս է կստացի այդ միտքը եկել, մոտ 3 ամսվա երևի տենց վաղեմություն։ Բայց ինչ-որ բան է եղել ես թվում է դրանից հետո։ Ուղղակի ասացել։ նա երևի կյանքս էի տենց վերլուծում, ինչքան որ անցել եմ ու այ ինչքան որ տենց շատ են որ ինքնավստահ տենց մարդիկ են եղել, որ ես տեսել եմ, այն չափից դուրս ինքնավստահ իմ հանդիպածները հիմնականում գրագիտության լուրջ պակաս են ունեցել։ Նայ, քո հետ լրիվ համաձայն եմ, բայց ես մի հատ էլ բան կավելացնեմ հատկանիշ։ Նաև գրագիտության ու բացի գրագիտությունից նաև էմոցիոնալ ինտելեկտի իմաստով, ահա որ պակաս ունեն մարդիկ, ովքեր լսելու կարողություն չունեն։ Որտեվ այդ ինձ թվում է լրիվ նույն բանն է։ Եթե դու անընդհատ խոսում ես, այսինքն դու չես թողում դիմացին, դու չես լսում դիմացին, չես հասկանում ինքը ինչ ասում, դա այդ կոնկրետ գիտության ու էմոցիոնալ ինտելեկտ չունենալու մասին է նաև իմ համար խոսում։ Ու այդ կատեգորիան իրականում շատ նյարդայնացնող է, դու ճիշտ ես ասում, բայց ինձ թվում է բոլորս կյանքի ինչ որ этаպում անցել ենք դրա մեջով, եղել ենք այդպեսին, որտեվ գիտես մենք անընդհատ բացահայտումներ ենք անում, չէ՞, օրինակ հիմա նա երբ որ ես մի բան եմ կարդում նոր, ես ահա որ ոգևորված ուզում եմ այդ գնամ պատմեմ շրջապատս ընկերներիս եւ այն ինչ նոր բան է, որ իմ համար վավ է, այդպես բան չէի լսել օրինակ, չգիտեմ եւ այլ։ Ու երբ որ դու մի քիչ հասուն ես, այսքան հասունանում ես տարիքով, հասկանաս որ դու ասում ես որ մարդկանց ինֆո փոխանցես, որտեղ մի հատ ընկեր ունեմ շատ լավ սիրուն ֆրազա է ինձ ասում, ասում է գիտելիքով պիտի կիսվես, որ գիտելիքը քո հետ մնա։ Այդ շատ բան է, շատ իմ համար շատ խորքային, այտենց արտահայտությունա որ ֆիքսել եմ իմ համար։ Ու երբ որ դու հասունանում ես, դու իսկականից կիսում ես գիտելիքով, որ գիտելիքը մնա քո հետ ու փոխանցես։ Բայց երբ որ դու դա հասես, դառնում է որ դու դա ասում ես ցուցադրական է։ Ու այնքան པարզ է այդ fake ասված է, որ դու ուղղակի ասում ես ցուցադրական, շատ զրո։ Իրանք մտածում են որ այդպես լավ կոծկում են, լավ թաքցնում են, բայց չգիտեմ, որ խելացի բառեր օգտագործելով եւ այլն կամ բանը հետաքրիր փաստեր էջին հետևում օրական 5 փաստ են կարդում ինձ եթե անգամ դա շատ աներվայնացնում ու մի հատ էլ իրան հաջորդող բան ասեմ նայ ու ասում եմ շատ երկար եմ մտածել այդ թեմայով շատ ու համել գիտես ինչ հասկացա որ մեր սոցիումը մեր հասարակությունը ստեղ Հայաստանում ստեղ ամոթ չի տգետ լինելը։ Ես հակառակը կասեի։ Շատ հաճախ մարդիկ ամաչում են խոստովանում, որ չգիտեն ինչ որ բան։ Գիտես, այդ դժվար է։ Չէ, նայ, երևի կարող ճիշտ չբացատրեցի։ Մի հատ կուզես ասել, ճիշտ հասկանա։ Երբ որ մարդը տգետ է, ինքը հասարակության կողմից ոչ միայն չի ինչ որ մի ձև, ոչ թե քարկոցում, բացարձակ այդ հարցի լուծում չի, բայց ինչ որ ձև իրան ուղղորդեն, ինչ որ ձև, չգիտեմ, ասեմ որ գիտես ինչ, դա վատ է, երբ որ դու գիտելիք չես տանում, դա վատ է, երբ որ դու քո աշխարհայացքը չես լայնացնում, չես ուզում ավել բան սովորես, դու ունես այսքանը, վсё, ես բավարարվում եմ այսքանով, ու վсё, ես ամեն ինչ գիտեմ։
ինքը տենց է մտածում։ Ու հասարակության կողմից ոչ միայն չի այդ ամեն ինչը մատնացույց արվում, այլ ընդհակառակը մեր, չգիտեմ, խի մեր հասարակությունում ինձ թվում է այդ խրախուսվում, շատ վատատեսական է ինչ-որ շնչում։ Չեմ ուզենա ասեմ խրախուսվում, բայց օքեյ է, լավ, ամենայն դեպս օքեյ է։ Անտարբեր են։ Անտարբերություն հասարակության։ Երևի հա, օքեյ են այդ փաստի հետ հասկանում ես, որ չգիտեմ, ասենք որտեվ շատ բարձր է Հայաստանում այդ մակարդակը ու կրթված լինելը ես բացարձակ չեմ ասոցացնում օրինակ համալսարան ընդունվելու հետ։ Ինքը ընդհանրապես կապ չունի։ Բացարձակ իմ համար ընդհանրապես կապ չունի։ Կարամարտ ֆորմալ կրթություն ստացած չլինի, բայց ինքը շատ գրագետ լինի, ու շատ նայ գրագետ ասվածն էլ է շատ հարաբերական, եթե հիմա չի խոսքի վերաբերվում, որ Պյութագորասի թեորեմը օրինակ դու գիտես, всё, դու գրագետ ես։ Իրականում դրա սահմանումներն էլ է ինքը նայ շատ տարբեր է, հետաքրքիր է ինչքանով որ այն թեման որ խոսացինք մի քիչ առաջ սոցիումում ընկալումների մասին, այդ տենդենսը ինչի է շարունակվում, որովհետև սոցիումի կողմից պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որ փորձում է նման օրինակ կերպով առաջ գնա կամ կարծիք հայտնի ու աբսուրդը այն է, որ այդ տեսակ մարդկանց հայտնած կարծիքները շատ հաճախ ընդունվում է ու մեծականակ մեծ մասի կողմից է ընդունվում ու դա դառնում է բան արդեն օրակարգ աջենդա է դառնում հասկանես մարդիկ տենց աջենդա են ձևավորում այսօր կաղա 2-3 հոգի որ լավ եկեք ոչ մի ձև չվիրավորեմ այդ մարդկանց վատ բառեր չասեմ սա տու կդեն ու այդ մարդիկ օրինակ այսօր կարողանում են զուտ ինչ որ հարթակներով նույն սոցիալ մեդիաներով եւ այլն աջենդա ձևավորեն ու հիմար աջենդա ձևավորեն խնդիրը հենց այդ է նույնիսկ բան կա չէ եթե չեմ սխալվում տենց ոնց որ սխեմա կա, համակարգ կա, փորձ կա, որ դու կարողանում ես շատ հակասելի երևույթները դարձնել շատ նորմալ, շատ ընդունելի երևույթներ։ Կարծեմ կոչվում է Օվերտոնի պատուհան, եթե չեմ սխալվում։ Իհարկե չգիտեմ այս մասը ինչքանով է առնչվում այդ համակարգի հետ, բայց իրանք իրոք այսօր փոխում են ինչ-որ բաներ, որ կարող է 3 տարի առաջ կատեգորիկ ես ու դու դրան դեմ լինեինք, իսկ այսօր տեսնես որ այդ աջենդան օքեյ նորմալ է։ Հա, մենք էլ ենք անտարբեր, մենք էլ մեր հերթին ենք մեղավոր։ Հիմա մենք այստեղ խոսում ենք։ Okay մենք ստես դուրս ինչ ենք անում որ այս օրակարգերի կեղծ ձևավորված օրակարգերի շուրջ մենք ինչ որ հակակայլ անում ենք թե չէ Նայ ես օրինակ sense ամենապարզ բանով կասեմ օրինակով կասեմ օրինակ ես իմ համար մենակ իմ դասավանդելը այդ ինչ որ փոքր ինքը շատ փոքր է իրականում Չէ, փոքր չի իմ համար, ես չի ասի փոքր։ Որտի արդարացված եմ ասում, էլի ոչ թե իմ ասում զուտ։ Ինքը չէ, ես իմ համար էդի փոքր եմ անում, բայց ամենայն դեպս եթե ես կարողանում եմ ես միշտ ասում եմ իմ մեջ, ես ոնց որ չեմ ասում ուսանողներից, բայց ես իմ մեջ ես ոչ թե իրանց հենց մենակ մարքեթինգ եմ սովորացնում, ես ուզում եմ իրանց մեջ դնեմ սովորելու այդ սխեման ցանկությունը, չէ՞, ոնց կարելի է ցանկությունը, սխեման, որ իրանք ուզենան սովորեն, որ իրանք հասկանան, որ սովորելը առհասարակ ինչ-որ նոր գիտելիքների համար բաց լինելը, այդ շատ կայֆ բան է։ Հա։ Շատ կայֆ է, որ դու նոր գիտելիքի համար բաց ես լինում։ Ու դու ընդունում ես։ Հա, ասենք, ես անկեղծ չեմ հասկանում, ասենք այն մարդկանց, ով փակ են լրիվ ու հիմնականում, էլի լավ հիմնականում չասեմ, բայց շատ մեծ ինչ-որ սեգմենտ, ես նկատել եմ, որ մեզնից մեծ սերնդի մեջ են։ Այդ մոտավորապես 50-60։ Հա։ Համաձայն եմ։ Այդ մարդիկ են, որ հիմնականում այդտեղ եմ հանդիպել, որ իրանք կատեգորիկ փակ են նոր ինֆորմացիաների համար, նոր գիտելիքի համար, նոր մտքի համար։ Դա գալիս է իրանց ապրած կյանքից շատ, գիտես, դա է։ Շատ ու ինձ շատ հետաքրքիր մենք ոնց ենք լինելու։ Չեմ բացառի, որովհետև էլի ապագայի մասով չեմ ուզում հաստատ մանուսեմ, վայ ես sense-նենց, բայց իմ էլի նպատակներից է, երբ որ ես էլի մեծանամ հասնեմ այդ տարիքի, ես իմ վրա այդ առումով օրինակ շատ եմ ուզում աշխատեմ։ Շատ եմ ուզում աշխատեմ։ Այդ իրական կապված է այսօր թե դու ինչ ես անում։ Ես ընդհանրապես այդ միտքը շատ եմ սիրում, որ մենք այնենք ինչ որ շարունակ անում ենք։ Այդ 100%-անոց ճշմարտություն է։ Եթե դու շարունակ մի բան անես, դու հենց դա ես։ Եթե դու շարունակ կրթվում ես, ուրեմն դու կիրթ մարդ ես կամ կիրթ մարդ ես լինելու առնվազն առաջիկայում։ Ու պետք է անընդհատ շարունակական աշխատել։ Ու այդ անգրագիտության, տգիտության
տիկիտության երևույթը պետքա պատասխանատվության ընդհակվի սոցիումի կողմից։ Ես ում sense ուղղակի փին անենք էսի։ Շատ լավ էսպես ձևակերպում, շատ լավ ձևակերպեցիր, որ այ կոնկրետ պատասխանատվության ենթարկվի սոցիումի կողմից, որ որովհետև երբ որ հերիք չի այդտենց ինչ-որ չեն նախատում, չեն ինչ-որ մատնացույց անում, այլ մի հատ էլ, չգիտեմ, խրախուսվում են այսօր այդ բարքերը, չգիտեմ, եւ այլն, ասենց ինչ-որ այդ վիճակը լրիվ նորմալ է, որ ինքը հերիք չի անկիրթ է, ասենք, չգիտեմ, տգետ է ու դրա հետ մեկտեղ նաեւ շատ ինքնավստահ է, ինքը ու շատ մարդիկ օրինակ կարող չեն զգում, բայց այդ պրոստը այդ բարձր ձենից իրանք բարձր ձենով են շատ խոսում բարձր ձայն խոսում են այդ ձայնի այդ վալնայի տակ մարդիկ ասում են դե լավ է մի խոսքով այդ գիտես ով է լավ ֆրազա բանանում միշոն ասում անկարծիք շուխուրը դու նկատեցիր որ մենք տաղավարում մենակ չենք տաղավարում նայ մենակ չենք դե լավ դե մտնե ուղիղ խոսել եմ մեր դրամատիկի մասին ցական մասին գազանը գազան դրամատիկն է այո նա ինքը ոսկե ձկնիկ է դա դու գիտես էլի որ ոսկե ձկնիկը երազանքների ցանկությունների հետ ասոցիացվում շատ կուզեի քո 3 ցանկությունները եթե ունես մտապահած 3 հատ ասես մենք էլ լսենք ուսամ մեր ոսկե ձկնիկ այսինքն մեր դրամատիկ հետ կիրականանց օ Երանի կատարի շատ կարող ես կարողանամ երևի առաջինը վերջին թեման ինչ որ մենք խոսացինք երևի այդ կուզեմ որ մեր մեջ մեր հասարակությունում նստի որ տկետ լինել դա շատ վատ բան է դա ամոթ բան է այդ լավ բան չի մի խոսքով հասարակության կողմից գոնե որովհետև հա իրանց մասով չեմ ուզի թողեմ իրանց ընկալմանը բայց գոնե հասարակության կողմից այդ փուշը լինի որ իհարկե լավ առումով բացարձակ ագրեսիվ չէ որտեվ դա էլի եմ ասում հարցի լուծում չի բայց մի հատ բան կնի ֆիքսամ ես ունեմ մեր լսանը որ այնց չի որ մենք ստե ամենագետերն ենք կամ չգիտեմ ինչ այս ուղղակի զուտ կարծիքներ է որոնք ենթակային քարկոծման այսինքն շատ հանգիստ կարակ քննարկեք այդ կարծիքները զուտ մեր մտքերն է որոնց մի մասը նորմալ է որ կարող համաձայն չլինի մարդը էլի մենք ընդհանուր ենք խոսում էս նայ գիտես նույնիսկ այն շատ པարզ բաների մասին է իմ ասածը չգիտեմ երբ որ ինչ որ մի բան դու չես ընկալում դու չքլնգես հա գոնե հա երբ որ տեսնում ես չգիտեմ ինչ որ մեկին արտառոց ինչ որ մի քիչ ուրիշ ինչ որ պիտակավորում չտաս երբ որ չգիտեմ տեսնում ես այտենց կարիերա անող ինչ որ մեկին դու էլի պիտակավորում չտաս իրան եւ այլն սենց ինչ որ ճնշումը պետք է լինի գրագետ մարդկանց կողմից ոչ թե անգրագետների այս դա հին կարգերա ու դրանց դիմաց ինձ թվում է շատ երկար աշխատանք ես նոր եմ իմ մեջ այդ իրականում այդ թեման sense բացահայտել ու եկամ շատ աներվայնացնում Առաջինը երկրորդ ցանկություն երկրորդը այս առաջինից վրա բանը դրամատիկի աշկը թարթվում ինքն էլ ներվայնացած աչքերը սառել աշկից մարդ է գալու ձուկ է գալու ձուկ երկրորդ ձուկն է գալու երկրորդը կասեմ որ շատ երաժշտություն լսեն այ դու կապտում ես իմ թույլ տեղերը որովհետև նա ինչքան քիչ է խոսում չէ օրինակ ասում են գրքերը զարգացնում են չէ այ նոր է մենք խոսում ենք կրթվելը չգիտեմ սովորելը բայց ոչ մեկ չի ասում էլի ասենք երաժշտությունը ամենաշատը զարգացնում բայց ինչ երաժշտություն ես լսում ընդհանրապես նա իմ մոտ նախ շատ խառը եթե sense ընդհանուր կարճ պատասխանեմ բայց ինչ որ իմ մոտ փուլերով է հիմա օրվա ինչ որ տենց մեծամասնությունը գերակշիռ մասը ինչ որ տենց ավելի շատ ջազի կողմ է գնում հա այս ու երևի 2 տարի է ինչ տենց լավ այն ժամանակ էլ եմ լսել բայց շատ տենց թրուցիկ տենց ինչ որ երգեր ինչ որ հատուկ են հիմա տենց լավ խորացել եմ իրականում ու տով են լսում եմ Miles Davis Վահագն Հայրապետյանն եմ շատ սիրում այդպես Coltrane շատ ճաշակը լավն է լավ ճաշակ ունես ախպերս քեզ լավ ու քեզ լավ ճազ մասը հա իհարկե դա 100%-անոց չէ ու հիփ-հոփել եմ շատ սիրում ռոքել եմ շատ սիրում օրինակ ռոքի մեջ ասացում եմ պատանեկության հետ
այդ ժամանակահատվածում եմ շատ լսել ռոք։ Հիմա այսօնակ ահավոր շատ ռեփ եմ լսում։ Ահա հիփ-հոփը միշտ եղել է երևի, ասեն որ կողքից գնացել է, պրոստը ինչ որ արտիստներն են փոխվել։ Հա, լավ ես ասում, այո։ Ու նամանավանդ ունեք sense բացահայտում է եղել իմ համար այս վերջերս դե Միշոն, Նարեկը եւ այլն։ Միշոն վերջերս սա կոմը բացահայտում։ Իմ համար հա։ Ես ասում եմ, կարող եմ այնքան բան ասեմ, որ կոմը շոկային լինի։ Այդ մեկը շոկային է։ Այդ մեկը շոկային կարա լինի։ Դե վերջերս ասելով լավ, վերջերս տենց 3 ժամ բացահայտեմ, մի տան բացահայտել։ Սկսել լսել։ Իրա ով ենք լսեցի ու դրանից դուրս սկսեց sense մոտս գնալ։ Նաև հայկական բենդերն են, էլի շատ լավ է։ Օրինակ Լավելին, Բամբիրը, Հողը ունենք, այսինքն նաև հայկական բանում իրականություն ունենք լավ երաժշտություն, որը որ կրթող է։ Հա։ Մենք ջազում էլ ունենք Վագն Հայրապետյան, ֆանտաստիկ երաժիշտ է ինքը։ Ֆանտաստիկ է։ Ֆորշ համարվում է, ջազ։ Չգիտեմ։ Հա, ինչ որտեղ հա։ Հա, չէ, երևի։ Հա, երևի եթե արում են ֆորշն է, ֆանտաստիկ։ Ջազ մեկ էլ մոռացա այդ ժանրը։ R&B։ Չէ։ Բլյուզ։ Ես ինչ հիշում եմ ասում։ Չէ, լավ, օքեյ, ջազ։ Okay, երրորդ ցանկությունը լավ է։ Երևի պրոստը շատ իրար սիրելը։ Ինքը իրականում sense շատ բարձ է հնչում։ Բայց երբ որ դու պրոյեկտում ես քո օրվա վրա, հա, sense շատ ինքը բարձ է հնչում, շատ սիրելը։ Բայց երբ որ դու պրոյեկտում ես քո օրվա աջենդայի վրա, այդ քո ասած, ու քո ամեն քայլում դու Սերես դնում, արած։ Հա, ինչ որ դու դիմացինից չես ճանաչում ու դու դիմացինից սիրում ես։ Մեր մոտ առաջինը, ոնց է մարդուն չես ճանաչում, դա default ինքը գասա չվստահելը, չէ՞։ Հա, միանշանակ այդպես։ Ասենք, հա, ասենք դրսում ու այլ երկրներում, ասենք by default վստահում են, որ չեն ճանաչում։ Այսինքն պետք է ինչ-որ բան անեն, որ չվստահեն։ Հա, որ չսկսեն չվստահել։ Մեր մոտ by default չեն վստահում, այնքան մինչև ինքը վաստակում է այդ։ Ինչ որտեղ կարող է եւ ճիշտ չի, ըստ քեզ ավելի։ Նայ կարող է եւ տենց է իհարկե, ճիշտ չի դա։ Դե եթե սա վստահ են իրար, նու եթե սիրեն իրար, ես իմ չգիտեմ։ Ադե սերը դե միանշան ես նույնիսկ մեկ-մեկ որ ինձ ասում են որ զգացմունքն է որ մարդ կարա ամենաիրական ապրի իր ամբողջ կյանքի գոյության ընթացքում ասում մենակ սերն է որովհետեւ դու ամեն ինչ անում ես այդ սիրելով, ուզելով, ցանկությամբ ու այդ է շարժիչ ուժն է ամեն ինչի գոյության։ Ու լիքը բաներ է փոխում քո որոշումներից լիքը բան փոխվում է երբ որ դու դրանով ես առաջնորդվում, չգիտեմ։ Հետաքրքիր է։ Համետաքրքիր է մի քիչ տխուր դրամատիկ թեմաներ։ Չէ, ասի իմ համար օրինակ շատ sense գունավոր հիմա sense ինչ-որ բաներ են էլի։ Իմ գլխում sense հիմա գունավոր ինչ-որ տենց մարդուկներ են թվում։ Հա, դրվարում են, հա։ Լսի, արի մի հատ ուզում եմ ուղեղի ռազմին կանենք իրար։ Դավայ։ Մաթեմատիկից հարցեր չես։ Չէ։ Ես հիշում եմ որ դու մաթեմատիկից լավ չէիր։ Չէ, հիմա ես քեզ բառեր եմ ասում, մի բառ եմ ասում կամ մի արտահայտություն եմ ասում, որը որ կարա շատ, այսինքն տարածված լինի, դրա շարունակությունը կարող բոլորս իմանանք, բայց դու փորձի դրան ցած абստրակտ պատասխանես, քո մտքով, okay։ Արագ թե Արի փորձենք արագ։ Չէ, երկար չէ, ժամանակ չունենք։ Ես շտապում եմ։ Ուրեմն արի արագ ասենք։ Դավայ։ Առաջին բառը՝ խորը։ Խորը ինչ։ Խեվադ մտքեր գալի։ Չընդհանրապես մի քիչ դրական բաներից ենք խոսում։ Ես չեմ դաս առաջինից sense վիճակն է։ Դե նեղ կենտրոնանում ես որ абստրակտ բան ասես, էլի ասենք։ Լավ, абստրակտը ասածս այնա որ ոչ տենց քո մտած առաջին ինչ ես մտածում այդ ասելը։ Խորը գրիր։ Okay, եթե ոչ հիմա, ապա առաջ, okay, թույնա։ Էշ մի սատկի մեկա չի գալու այդ։ Գիտես ոնց որ նա որ երեկես հարցը որ գրում էի, ես էլ ունեի այդ պատասխանները։ Մեկա չի գալու այդ գարունը։ Հա, մեկա չի գալու այդ գարունը։ Okay, 1 2 3 46 47։ Էս շատ abstract։ Մաթեմատիկից լավ չէ, ճիշտ է։ Բայց
Շատ լավն է, շատ լավն է։ Չէ, բայց լավ է ես մաթեմատիկից խոստեմ։ Դու կարող ես ալգորիթմ, չգիտեմ, թե ինչ-որ Ես խոսում եմ բարձրագույն մաթեմատիկից, լավ, հա, 1+2 ասել։ Չէ, կատական։ Դու լավ ես բարձրագույն մաթեմատիկից, ոչ մեկս լավ չի։ Բարձրագույն մաթեմ, հա, ես ինձ դասախոսը ինձ իմ մեջ, կստացի ետել այ մոտ բան։ Որ դասախոսը պետք է մաթեմի իմ մոտ ոչ մի դասատու եւ դասախոս լավը չեն եղել։ Ես տենց գիտես ինչ հակառակ պատկեր անգլերենի դասախոսների մոտ է։ Որ միշտ իրանց սիրել եմ, միշտ sense ինչ որ իրանք իմ հետ իմ մոտ գիտես ինչ կերպար են ասոցիացել, sense հետները գնաց դասետո թեյ խմես։ Այդպես կերպարն է։ Okay, շարունակենք կանաչ։ Կանաչ կամով, չգիտեմ։ Կանաչ գիրք։ Լուսավոր անցյալ Հայաստան կարաս առաջ դնես բան։ Մարտիկ Արժեք ազնվություն Ես ու ինքը Թույնը Ես ու ինքը Նո Դա էլ եմ մտածել բայց էշմի սատկին որ բռնեց այդտեղ տոկերը մեր բռնել է Համաձայն եմ Արի մի հատ նկարվենք իրար հետ Լավ այ մեծ սիրո Եվ ունենանք իրար հետ մի հատ ապացույց որ խոսացել ենք Հա Համել հուշ հիշեցեք Համաձայն եմ Այ նայ մենք մեր կարաս կոտերից կանգնես Կանգնեմ Չէ sense նստած մնաս Սա ես ունենք Այն նկատես որ մեծեր ամուսնացել է նկարում Ուրիշ Ասած միշտ ինչ-որ մի հատ անիմաց ժեստ է, չէ՞։ Այսի կամ այսի։ Բայց հիմա իրաց արդեն սա ինչ է կարող չասեմ։ Էս բայց գիտեն, բոլորը գիտեն։ Այո, ու տարիքային բարձր, 60-ից բարձր sense են կանգնում, մինչև այդ sense։ Բայց մենք այդ տարիքում չենք, ինչ-որ fancy նկարվում ենք։ Մեր մոտ էլ ուրիշ բան է ստանում, չեմ կարող ասեմ ինչ, բայց ուրիշ բան։ Հա, բայց կարելի է ֆիքսել։ Հələ լավ մտածել։ Այդ կարելի է բացել նկարների արխիվը քրքրել։ Նայ, մենք հանձնեցինք քեզ մեր նախորդ նվերի հյուրը։ Հիմա նաև դու ես նվեր հանձնել հաջորդ հյուրին մի հատ երկու բառով հուշում տու մեր հյուրին թե ինչ է նվերը ինչ խորհուրդ ունի նվերը ուղիղ կապ ունի իմ հետ հա նույնիսկ արդեն կարա հասկանան մարդիկ չէ մի րոպե քո անձի հետ կապ ունի թե մասնագիտության դա մի պատասխան հա մի պատասխանի որովհետև կարող Պարզ լինի։ Դաժե ոչ պատասխանից էլ իսկ մարդն դաժե պարզ է։ Դե օրինակ ես չեմ կարող ասեմ ինչա։ Ես չեմ տեսել, իհարկե կբացեմ կնեմ։ Իմ հետ շատ ուղիղ ձևով կապ ունի ու կուզենամ այդ մարդու մոտ ես հենց այդ ձևով հիշվեմ, տպավորվեմ։ Շատ լավ։ Իսկ իմ նվերը չեք ասում ինձ ով է հանձնել։ Հա, ոնց չեմ ասում, իհարկե, ասիկ ասեմ ու չասի, չէ։ Հա, չասեցի։ Հանձնելա Greenwood ընկերության համահիմնադիր եւ գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մեսրոպյանն, ով Օսկի ջինն է արտադրում, միջայլոց հայկական առաջին ջինն է արտադրում։ Ինքը դրեց այն խորհուրդը, իհարկե ավելի կոնկրետ իր ֆլեշբեքը որ նայեք կիմանաք ինչ ասել, բայց ժամանակի զգացողության ու ինչն է կոնստանտ մեր կյանքում այդ ժամանակը։ Կստացի ջինի ամենասիրած խմիչքն է։ Ոյ մենք անցած ոդքասթին բավական խոսացինք ջինից, ահագին հետաքրքիր բացառություն 99% ջին եմ խմում, ջին տոնիկ։ Եվ ամենակիչ վնասով խմիչքներից է։ Այդ ենք ասել ոդքասթին, թե կալորիականության տեսանկյունից, թե բանից։ Հետաքրքիր խմիչք։ Դե գնանք ջին խմենք հիմա։ Կարելի է։ Ոնց ամեն ինչից խոսացել։ Եկա կարան գնանք մի հատ ջին խմենք։ Դե արելույսը անջատենք դուրս գանք։ Դավայ, անջատ։ Իսկ ասում են Թրամփը այտենց PR-ի վրա լավ մեծ փողեր է ծախսում։ Հիմա մի հատ ինձ խորհուրդ ուտենամ ինչ մոտեցում կարանք ցույց տանք, որ մեր ոդքասթները լավանա որ կանգնի։